Կրթական հաստատությունները գրիպի համաճարակի ժամանակ դառնում են վարակի արագ տարածման միջավայր։ Հենց այդ պատճառով կանխարգելումը, ժամանակին կազմակերպված պատվաստումները եւ համակարգված աշխատանքը կարևորագույն դեր ունեն թե անձնակազմի, թե ամբողջ հանրույթի առողջության պահպանման գործում։ Այսօր շատ կարևոր օր է մեր համար, մեր պաշտպանության նախարարության գործընկերն այստեղ ու մեր համատեղ աշխատանքի գնահատման գործընթացն է, իսկ աշխատանքը նույնպես շատ մեծ կարևորություն ունի, որ մեր պոլիկլինիկան համատեղելի մեր պաշտպանության նախարարության գործընկերներն իրականացրել է, վերաբերվում է իմունիզացիային, շատ կարևոր նախաձեռնություն ու ծրագիր, որը իրականացվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Հեղինե Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց պատվոգրով։ Ռազմական ակադեմիայի անձնակազմի շրջանում գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումները պատշաճ եւ արդյունավետ մակարդակով կազմակերպելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ աջակցության, կազմակերպման բարձր որակի, իսկապես նույն ռազմական ակադեմիայում շատ լավ էր կազմակերպված, մեր աշխատողները նույնպես գոհ էին։ Պատվոգրերը պոլիկլինիկայի տնօրենին եւ թիմին հանձնեց 24236 Զորամասի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Արտաշես Թադևոսյանը, բարձր գնահատելով իրականացված աշխատանքը եւ թիմի պատասխանատու մոտեցումը հանրային առողջության պահպանման գործում։ Շատ հաճիկով կհամագործակցենք մշտապես։ Մենք ենք շատ շնորհակալ, սա մեր ռազմաբժշկական վարչության պետը շատ լավ մտահղացում ուներ, ես կանխարգելիչ միջոցառումները կազմակերպեցինք, իսկ թվում է մեր ղեկավարությունն էլ են գոհ, բոլորիս կողմից շնորհակալություն։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ ճիշտ պլանավորած եւ մասնագիտական մոտեցմամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումները կարող են էական ազդեցություն ունենալ համաճարակների վերահսկման եւ տարածման կանխման գործում։ Նույն մոտեցումն է, որը մեր պոլիկլինիկայում կիրառվում է ամենօրյա աշխատանքում հանրային առողջությունը պաշտպանելու համար։